Ողջույն ուշադիր հետևեք մեր հաղորդման ընթացքին, այսօր մեզ համար պատրաստելու է սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը։ Գնացինք։ Ողջույն։ Բարև ձեզ։ Հայկական երկրորդ հեռուստալիքն է, քաղցած սպասում են հաղորդումը։ Քաղցած չեն սպասում չէր ձեր հաղորդման անունը։ Փոխել ենք Այո, կեցեք, համեցեք։ Մեկնաբան Սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը հետ է մնացել հեռուստատեսությունից, չի հետևում, որ մենք մեր հաղորդման անվանումը փոխել ենք։ Մենք մարզական մեկնաբանները ուղևորվում ենք դեպի աջ եւ մտնում խանութ։ Այո, մտնում ենք Տուգանային հրապարակ, գոլին դեռ շատ կա։ Ահա։ Մեկնաբանիր։ Այո, մենք հիմա գտնվում ենք Տուգանային հրապարակում, որտեղ այսպես լեգենդներ են մեզ մոտ հավաքված 70-ական, 80-ական թվականների խաղալիքները նկատի ունես 70-ական խաղալիքներ, սեղան եւ ընդհանրապես եթե տեխնիկան չհաշվենք, այստեղ հիմնականում ամեն ինչ ունի բավական հին պատմություն եւ անգամ ամեն մի խաղալիքը, ամեն մի անգամ այս ջերմաչափը, որը սենյակային ջերմաչափն է չափում։ Պարոն Գասպարյան, իսկապես մեկնաբանեք այս խաղալիքների հնությունը։ Դե սա շատ փորձառու կապիկ է, որ համարի տակ է նա հանդես գալիս։ 30 համարի տակ է հանդես գալիս, մոտավորապես 30, 27, 28 համարի տակ է հանդես գալիս։ Ձեռքբերումները նրա հարվածներ ունեցել է։ Այո, 3 անգամ նա հարված է ենթարկվել իմ եւ երկու քույրերիս կողմից։ Այս ծաղրացուն, ինչպես տեսնում եք, արդեն վաղուց կարիերան ավարտել է ոտքի վնասվածքի պատճառով եւ արդեն կախվել ինքնուրույն։ Ինչպես մարզում է, մարզիչ է թե Դե նրա իշատակավար կմնա մեր սրտերում այնուամենայնիվ։ Մնացած բոլորը հիմնականում մանկության խաղալիքներ են, այս նետո աղեղի պատմությունն է շատ հետաքրքիր։ Ես ճիշտ ասած չեմ հիշում, թե ով է նվիրել եւ ինչ պայմաններում, բայց մենք երբ որ փոքր էինք, հանի սիրտ է խոցե։ Եկեք հաշվենք։ 1 2 կարևորը որ նետը, այո։ Ուրեմն մեզ խափում են, ասում են, որ ձեռ չտանք այս նետերին, որովհետև ասում են, որ ծայրերը թունավոր էին։ Եվ մենք այսպես վախեցած միայն հայացքով ենք հետևում այս նետին եւ մի օր ասում ենք, Երանի մի օր օգտագործեինք, խաղայինք։ Այս խաղալին եւս այս տան ստեղծումից, այս տան գնումից, երբ որ տատս եւ պապս այս տունը գնեցին, այս խաղալին այս տան բնակիչներից առաջինն է, երևի թե մնացած բոլորն էլ այստեղ հիմնականում ինչ որ կա հիմնականում պապս կամ իր ձեռքերով, եթե չի սարքել, ապա ամբողջությամբ վերանորոգել է, ասենք ոսկե ձեռքեր ունին պապն իրականում եւ ինչ կա կարող եմ նստել տրիբունայի վերջի կողմում։ Այո, բայց վերջից լավ չի երևա։ Չնայած Սանտիագո Բեռնաբեուում ամենալավը վերևից է երևում, ինչ որ կատարվում։ Լավ, իսկ եթե լուրջ Ռոբերտ, կարող եք ձեր կենսագրության, հա, մանրուքները ձեր ճակատագիրը, թե ինչպես հայտնվեցիք հանրային հեռուստատեսությունում եւ սկսեցիք մեկնաբանել, չէ՞ որ մենք ունենք մեկնաբան վարպետներ, որոնք դարերի վեր մեկնաբանում են։ Դարերի վեր, այո։ Այսպես ասեմ, ուրեմն ես արդեն 6 տարեկանից հեռուստաընկերությունում եմ, դեռևս Մոսկվայից, երբ այնտեղ հաղորդում էինք պատրաստում, Ուլիցի Սիզամ էր կոչվում այդ հաղորդումը, Աստան կինոյի բանում ստուդիաներում նկարանում ենք, այնուհետև տեղափոխվեցինք Երևան, որտեղ եւս ես շարունակեցի այդ ամեն ինչը, բայց իմ մեջ միշտ էլ եղել է սերը ֆուտբոլի նկատմամբ։ Բայց քանի որ ծնվել եմ այստեղ, բայց մանկությունս անցկացրել եմ Ռուսաստանում, մայրենի լեզվի հետ կապված խնդիրներ եմ ունեցել ընդհանուր միջև համալսարան ընդունվելու տարիս։ Եվ ինձ կարող էր մեկնաբանել, չէ՞ որ հայերը ռուսերեն գիտեն։ Այո, եւ մանավանդ որ հայերեն մեկնաբանելու համար անհամեմատ ավելի շատ է պետք քան միայն բառապաշարը, որովհետև մենտալիտետի եւ լեզվամտածողության խնդիր էլ կա մեր մեջ, իսկ ռուսները դա չունեն, այսինքն մի րոպե հասկանամ, հիմա այսինքն հայերեն մեկնաբանելը դժվար թե ռուսերեն։ Հայերեն միանշանակ, որովհետև նորից եմ նշում, կա լեզվամտածողության խնդիր, ցենզ եւ ժարգոն, որովհետև կարողացար հաղթահարել, թե դեռ ընթացքում է։ Դե բնականաբար ընթացքում է եւ ամեն անգամ ամեն մեկնաբանելիս ինչ որ մի նոր բան մտածում ենք, մի նոր բան հայտնագործում ենք, ինչ որ մի փորձում ենք։ Այնուամենայնիվ հայտնի արտահայտություն երեխա ժամանակից հիշում եմ, չեմ հիշում որ մեկնաբանն է արել,
հարվածը շեղ էր, դարպասը նեղ էր, ափսոս։ Դե նմանատիպ արտահայտություններ իհարկե YouTube-ում, ինտերնետում շատ հեշտ կարելի է գտնել, իմ շատ լավ ընկերներն են իրականում պատրաստում այդ մեկնաբանական սխալները եւ դրանց մեջ սխալ է, որ հետաքրքիր է։ Դե ոչ միայն սխալներ, այն մտքերը, էմոցիաները։ Այո, էմոցիաները, մտքի գոհարները բավական շատ են, այդ թվում նաեւ իմն էլ արդեն հասցրել են ամրագրել։ Որը օրինակ։ Մի անգամ աշխարհի առաջնության խաղերից մեկի ժամանակ ֆուտբոլիստին փոխարինում են եւ ես ասում եմ, որ Սերխիո Ագուերոին որ փոխարինում են, կաղալով էր դուրս գալիս, ես ուզում եի ասել, որ վնասվածքի հոտ է գալիս։ Չկարողացա, ինչպես արտն է, լեզուս փաթ ընկավ եւ սկսեցի օգտագործել վնասվածքից հոտ է գալիս, այդպեսի արտահայտություն ստացվեց։ Եվ նմանատիպ ինչ որ մի այլ արտահայտություններ դարպասապա ձեռնոցով հարվածեց իրեն եկող ֆուտբոլիստին, կպավ աչքին, հայկական արտահայտություն աչքի թայը հանեց։ Մոտավորապես նման կարգի բազմաթիվ բաներ կան, որոնք ես եւ իմ գործընկերները կամա թե ակամա օգտագործում ենք, որոնք շատերի կողմից վերածվում է որպես հումորային արտահայտությունների, գոհարների եւ այլն, ինչպես Ռոնալդինյո, որը միշտ ժպտում է։ Իմ պապի խաղալիքն է։ Ռոնալդինյոն Խոսքով այդ ամենը միտեղ հավաքված է YouTube-ում, կարող է Այո, տարբեր հոլովակներով կարելի է գտնել եւ այստեղ տեղին է նշել, որ մեր հաղորդումն էլ կարող են դիտել չէին սպասում KTM կայքում, ոչ միայն քո հաղորդումը, այլ մեր բոլոր հաղորդումները։ Այո։ Ինչպիսի խոհարար ես։ Այստեղ շատ հետաքրքիր հարց է, իրականում սկզբում ես Հացին մոտենանք դաշտի աջ անկյունից։ Այո, մտնենք աջ եզրից եւ ասեմ, որ ես իրականում խոհանոցում սիրում եմ լինել, այսինքն եթե դրա հավեսը ունեմ։ Եթե չեմ ալարում ինչ որ բան անել, ես ինքս բավական սիրում եմ պատրաստել, սիրում եմ խոհանոցում գտնվել մսային ուտելիքների։ Ով է քեզ դեղին կամ կարմիր քարտ ցույց տալի այդ դեպքում։ Դա միանշանակ, որովհետեւ խոհանոցում ինքն է Եվ ես խոհանոցում եմ միայն այն ժամանակ, երբ որ ինքը տանը չէ։ Մի րոպե, ամուսնացած չես։ Ես ամուսնալուծված եմ, այս Մի րոպե, այստեղ փոքր դաթար ամուսնալուծված։ Այո։ Տխուր փաստ է։ Դե կյանքում ամեն ինչ էլ պատահում է եւ երբեք չես կարող իմանալ ինչպես կլինի, բայց ամուսնության ընթացքում էլ ամուսնացած լինելու ժամանակ Ինչը պատճառ հանդիսացավ, այ ինձ հետաքրքիր։ Պատճառը լավ չէր պատրաստում։ Չէ, պատրաստելու Ֆուտբոլ չէր սիրում։ Եթե դա համարենք պատճառ, ապա այո, բայց չէ, բնականաբար դա մի փոքր ավելի թեթև կլիներ։ Թե քո կլիներ։ մեկնաբանությունները դուր չեն գալի այս կամ այն իրադրության ժամանակ։ Որ ճիշտն ասեմ, Եթե տհաճ է թեման կարող ենք փոխել եւ միանշանակ տհաճության մասին չկա, ձախ եզր կգնանք, կենտրոնով շարժում ենք։ Չէ, իրականում բաժանման հետ կապված բավական շատ են հարցերը, որոնք ուղղակի ներկենցաղային են ավելի շատ եւ իրենք տես գլոբալ հարցեր չեն, այսինքն Մի խոսքով այսօր դու քեզ լավ ես զգում, երջանիկ ես, չես ափսոսում։ Դժվար է այդ հարցին այդպես պատասխանելը, երջանիկ եւ հանգիստ լինելը բավական հարաբերական է, բայց դա ինչ լինում է, ինչ պետք է լինի, դա էլ լինում է։ Ես մեն այդպես մտածում հակառակորդը մեր։ Դե նա նույն կերպն էլ նա է մտածում, հավանաբար ես միայն ու միայն լավն եմ ցանկանում, նրան եւ դստերս միայն ու միայն լավն են ցանկանում։ Այսինքն այս խաղի ընթացքում երկուսն էլ ափսոսանք ունեն։ Դե այո, կարելի ասել, որ ոչ ոքի է ավարտվել, տուժածներ չկան, մի խոսքով այսպիսի իրավիճակում ենք հայտնվել, բայց ամեն ինչն էլ հաղթահարելի է։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ թե ես ինչպես եմ ինձ զգում խոհանոցում, ես ավելի շատ սիրում եմ մսային ուտելիքներ պատրաստել, մսակեր եմ ավելի շատ մսակեր եմ, քան բուսակեր, որովհետև բույսային կոնտենտով բաներ այդքան չեմ սիրում օգտագործել։ Կանաչի բան զատիկի ժամանակ ձվի հետ քարտն ցույց տալիս, որովհետև մսակեր լինելը լավ չէ։ Ինչի։ Պետք է լինել բուսակեր։ Համաձայն չեմ։ Համաձայն եղի։ Որովհետև առողջարար է։ Նի ֆակտ, որովհետև մսից եկող վիտամինները, մսից եկող ամեն ինչը հիմնականում հնարավոր չէ ստանալ խոտաբույսերի միջոցով։ Դա քեզ թվում է։ Խոտաբույսերի ներողություն։ Ուսումնասիրիր այլ խոհանոցներ եւ կտեսնես, որ դու սխալվում ես։ Հայկական միս լոբին փոխարինում է ամեն ինչ։ Լոբին, լոբինգը։ Դա իրականում կանաչ լոբի ավելի քիչ եմ սիրում, քան կարմիրը, բայց լոբին բավական նախընտրելի է։ Կանաչը կխաղա դաշտի այս եզրում։ Կանաչը ամբողջությամբ է։ Կանաչն ամբողջությամբ ինչ ենք պատրաստելու այսօր։ Ես առաջարկում եմ պատրաստել մի շատ հետաքրքիր ուտեստ
ես առաջարկում եմ պատրաստել ռուսերեն ասած ժարկո է, այսինքն կարտոֆիլը տապակած խոզի մսով եւ հետը շատ սպეციფიկ կարմիր քարտով, այո, այսինքն տոմատի մածուկով, բավական կծու, մի խոսքով եւ բնականաբար ինչ որ աղցան, ամառային, ամառը, եվրո եւ այլն, ամառվա հետ համահունչ։ Ամառվա հետ համահունչ եւ եվրոյի համահունչ, եվրոյի հետ համահունչ պետք է լինի գարեջուրը, խցգետինը եւ այլն։ Կարծեմ ինչքան ես գիտեմ։ Դե գնացինք։ Մոլի հետևող չեմ ֆուտբոլին։ Հա, խեցգետինն ու գարեջուրը պարտադիր են եւ ցանկացած որևէ ֆուտբոլ, եթե իհարկե չենք աշխատում, այդ օրը այս պարզապես հետևում ենք հեռուստացույցով, բնականաբար ֆուտբոլի մեկնաբանելուց չեք խմում գարեջուրը։ Դժվար է ստացվում։ Հետո ընթացքում անկում է տեղի ունենում։ Դե բայց իրականում շատ պետք է ամբողջությամբ կենտրոնացած լինես։ Հիմա կենտրոնանանք կարտոֆիլի եւ մսի վրա, թե խեցգետնի եւ գարեջուրի։ Եկեք այսօրով պայմանավորենք միայն կարտոֆիլի եւ խոզի մսի, իսկ հետո երբ որ միասին գնանք ֆուտբոլ նայելու, արդեն այն ժամանակ կենտրոնանանք գարեջրի, խեցգետնի եւ մնացած բոլոր ատրիբուտիկաների վրա։ Շատ լավ, ես առաջարկում եմ գնալ Նորձով սուպերմարկետ եւ այնտեղից գնումներ կատարել։ Եթե համաձայն ես, ապա վերցնենք մեր Դավիթին։ Վերցնենք մեր Դավիթին։ Եվ գնանք ուղղակի։ Համաձայն եմ, հնազանդ եմ։ Այո, Նորձով սուպերմարկետ։ Գնացինք։ Կմեկնաբանես ճանապարհին։ Այո։ Ինչպես է տրամադրությունը։ Երազանց, սոված, քաղցած։ Քաղցած ես։ Չգիտեմ ինչու Դավիթը այստեղ քեզ կանգնեցրեց, ասաց ցանկանում է հետևի գեղեցիկ շենքը կադրում լինի, չգիտեմ որտեղ է գեղեցկություն գտե այս շենքի, բայց այն լվացած պարանի վրա սրբիչները, պարագաները, հին պատուհանները, սա հին շենք է։ Քամիներից հետո տանիքը ինչպես դիմացավ, դիմացավ թե չդիմացավ։ Մերը կանգուն շենք է, շատ երկար տարիներ է արդեն։ Օրինակ մի քանի շենք ներքև, օրինակ բավական շատ էր դուժել շենքերից մեկը, մեզ մոտ բավական շատ են դրա մասին խոսում։ Պարզ է։ Եվ ո՞րն է քո մեքենան։ Շատ կուզեի, որ իմ մեքենան այստեղ կանգնած լիներ, ներկա պահին երթևեկում եմ 11 համարով եւ ներկա պահին չունեմ մեքենա, բայց ամենայն հավանականությամբ երևի 2 ամսից կամ 3 ամսից առավելագույնը մեքենաս կգնեմ։ Ինչ է, կարող խաղադրույքներ ես կատարում, չէ՞։ Չէ, դուակի գումարային առայժմ հարցեր կան, առայժմ չի հերիքում, չի բավականացնում առայժմ ամբողջությամբ այն մեքենայի համար, որը ես ուզում եմ գնել։ Հասկանալի է։ Իսկ ընթացքում երևա արդեն կգնեմ ես։ Լավ, գնանք Դավիթի մեքենայով։ Սա է Դավիթի մեքենան։ Այո։ Ես կուզեի Դավիթի մեքենան իմը լիներ։ Միայն թե սա սարքած լիներ նոր։ Դե ժամանակի ընթացքում կսարքվի։ Այդ ինչպես ես ժամանակի ընթացքում մեքենա կգնամ։ Ինչպես հիշում ես, առաջարկում էի մեկնել Նորձով սուպերմարկետ, եթե համաձայն ես գրանք այնտեղ։ Այո, ես համաձայն եմ, որովհետև այնտեղ ամեն ինչ որակով է եւ այն ամեն ինչ քեզ հարկավոր է կգտնենք այնտեղ։ Շատ բարի, գնացինք։ Մատչելի գներով։ Այո։ Գնացինք։ Ցելի հերոստատիտողներ, ինչպես ես դու մեկնաբանում, Ռոբերտ, մենք հիմա ուղևորում ենք դեպի գնումների, ուշադիր հետևեք մեր խաղացողներին, հա, այսպես։ Այո, մենք հիմա գնում ենք գնումների, ներողություն կալամբուրի համար, եւ հիմա պատրաստում ենք ձախ շրջադարձին, ձախ շրջադարձում մեզ սպասում է հարված լավ է որ հարվածից աչից է մեզ սպասում, այո, աչից հարված Սեբաստիան Ֆետելը մոտենում է Կիմի Ռայկոնենին։ Այո, Opel-ը չզիջեց, այո, այստեղ Իմիջ շալիս Opel-ի վարորդներին չեն զիջում, ես չեմ ասում։ Որովհետև նրանք Opel-ի վարորդ են։ Թողներեն բոլոր Opel-ի վարորդները, իսկ իմ շրջապատում կան Opel-ի վարորդ ընկերներ։ Opel-ի լավ վարորդներ, բայց ինչու՞ միայն Opel-ի լավ վարորդներ։ Բոլորի ղեկին, բոլոր մեքենաների ղեկին կան լավ։ Opel-ի եւ Niva-ի վարորդները զիջել չեն սիրում։ Ուրեմն երթուղային տրանսպորտի հետ կապված վերջին անգամ երբ ես խնդիր ունեցել զիջելու չզիջելու։ Երթուղային չեմ հիշում։ Ահա։ Հա, բայց տաքսիները այո, չէ։ Տաքսիներ, մեծ երթուղային տրանսպորտ, ավտոբուսներ, նրանց մոտ ազդանշանային ընդունիչ է, նրանց մոտ չի աշխատում։ Գիտես ինչ, ավտոբուսները հասկանալի է, որովհետև այնքան անդուր են եւ մի կերպ են շարժվում, որ երբ որ շարժվում են, էլ չեն ուզում կանգնեն, որ հասնեն տեղ։ Որ կողքով փորձում ես վազանց կատարես ինքդ լուրջ խանգարում է վազանցը ֆուտբոլի մեջ էլ է, չէ՞։ Վազանցը բանում են օգտագործում, Ֆորմուլա 1-ում են այնտեղ հիմնականում օգտագործում, իսկ բանում ֆուտբոլում ավելի շատ օգտագործում է շրջանցեց, մանևրեց, ներխուժեց։ Ռոբերտ, քանի բառ ես արտաբերում մի րոպեի ընթացքում, երբ որ մեկնաբանում ես խաղը։ Նայած ինչ առաջնություն է մեկնաբանում։
կապ ունի։ Այո, իհարկե։ Հայաստանի ինչ որ մի խաղ։ Հայաստանի առաջնությունը ճիշտ է, վերջին շրջանում բավական լավացել է մակարդակը, խաղամակարդակ, այդտեղ արդեն հնարավոր է լինում 1 րոպեում երևի 30-35 բառ արտաբերելիս։ Ինչը կփոխեիր Երևանում։ Դեպի լավը կամ դեպի վատը։ Դեպի վատ դժվար ցանկանում ինչ որ բան փոխել, բայց դեպի լավը ես հնարավոր չի։ հնարավոր չի, եթե լուրջ ապա այո, հնարավոր տեղ չկա։ Ես կցանկանա ինչ որ մի բան անել հետիոտն վարորդ փոխհարաբերությունները ավելի գնալով լավանում են։ Գնալով, բայց միևնույն է մարդը վերգետնի անցումի տակով քայլում է։ Դրա դեմը պետք է առնել։ Դրա դեմ չանի վազի վերգետնի անցումով թող գոնացնի։ Վերգետնի անցումով թող գոնացնի։ Իսկ զեբրերի պահով մարդը զեբրերով քայլում է եւ ճեմալով, զրուցելով, հեռախոսով կոշիկը կոչկելով։ Դե իրավունքն է կներես։ Դե մենք էլ ուղղակի մերն էլ է կանաչ, նրանն էլ է կանաչ։ Որ նրա իրավունքն է, դա դեռ մենք կարող ենք երկար այս թեմայով խոսել։ Մենք արդեն հասանք Սարյան փողոցի վրա գտնվող Նորզով սուպերմարկետ։ Հիմա փորձենք տեսնել, թե ինչպես էս մեկնաբանելով գնումներ կատարում։ Գնացինք։ Պարոն Գասպարյան։ Այո։ Պարոն Շավերդյան, լսում եմ ձեզ։ Շարունակեցինք, հա։ Մտնում ենք աճ։ Այո։ Եվ եկեք վերցնենք այդ շատ փոքր մեկնաբանելով գնումներ կատարում։ Շատ փոքր կառը վերցնենք։ Ընդ որում կար բառն էլ շատ համապատասխանում է սրան։ Սպորտ կար, որ ասում են։ Այո։ Գնում ենք Բանջարեղենի բաժին նախ Այս կողմում գտնվում է Բանջարեղենի բաժինը։ Այս կողմում մեզ մոտ գտնվում է Մրգաբանջարեղենային բաժինը։ Ինչ է հարկավոր քեզ Մեզ կարտոֆիլ է պետք։ Ինչպես։ Կարտոֆիլ է մեզ հարկավոր։ Կարտոֆիլ։ Գնացինք։ Ամառային թե ձմեռային։ Սիզոն կա։ Կարտոֆիլը այս կողմն է։ Իսկ մի հատ կարտոֆիլ որ առնենք, այս մեծը որ առնենք, իսկ մեզ կբավականացնի։ Դա գնացինք։ Բայց ես կարծում եմ տարբեր չափսերի կարտոֆիլներ կան, կարող ես այստեղ այս նոր կարտոֆիլներից գնել։ Որն է քեզ հարկավոր, որն ես նախընտրում։ Չգիտեմ։ Եկեք չինգաչունգ անենք, չգիտեմ։ Ինչալես դու ես ձեր տանը գնումներ կատարում, թե Հիմա չէ, բայց ես սիրում եմ գնումներ կատարել, բայց միայն հագուստի տեսքով։ Ես շոփինգամոլ եմ իրականում։ Դաշտում 11 հոգի են, չէ՞ լինում։ Հա, 11 կարտոֆիլ ընտրի։ 11։ Այո։ Բարդ խնդիր առաջարկեցի, բայց լավ։ Սա ինչ է։ Այո։ Ռոնալդո։ Եկեք մի քիչ Մեսի։ ավելի փոքր, չէ, իմ թիմում տես բաներ չկան։ Ովքեր են։ Իմ թիմում հին ֆուտբոլիստներ են հիմնականում։ Հին ֆուտբոլիստներ։ Այո, ես նոր կարտոֆիլ դրա համար չեմ գնում։ Մյուս գնումները որոնք են լինելու։ Խոզի միս պետք է գնենք անպայման։ Լավ, կնկարենք խոզի մսի բաժնում։ Եվ այսպես Մենք հասել ենք մսի բաժին, ամենավտանգավոր պահը, այստեղ ամեն ինչ մահացու է, կամ մահացած։ խնդրեմ։ Մեր բարագայում։ Բարի ձեզ։ Ուրեմն ինձ պետքա ժարկոյի համար միս։ Խոզի։ Եկեք 11 կիլո։ Բայց ինչի մենակ ֆուտբոլ։ Ասենք եթե ես ըմշամարտ եմ մեկնաբանում։ Հա, ես չգիտեի։ Օրինակ։ Դե եկեք, ես իմ Իսկ մա 250 գրամը բավական Չէ, է։ իսկ հիմա կես կիլո։ Կես կիլո ինչ ես անում։ Դե հետո էլ Ես խոզի միս չեմ ուտում, Դավիթը Ես շատ եմ ուտում խոզի։ այսօր Էշմիածնի քյուֆտա եկել է։ Ես շատ եմ ուտում։ Լավ, կես կիլո գնի։ Դավիթը այստեղ ասում է քիչ է, 750 գրամ։ Կես կիլոն քիչ է։ Չէ, այդքանը բավական է ինչքան որ կար։ Ինչքան էր այդքանը։ Կիլո 100, չէ, շատ է։ Եկեք 750, ինչպես ասում է Դավիթը։ Լավ, մենք քեզ սպասում ենք դրամարկղի մոտ, եթե կարելի է։ Լավ, ես ընթացքում Ուրիշ գնումներ ունես կատարելու։ երևի հյութ կգնեմ եւ հաց։ Շատ լավ։ Սպասում ենք դրամարկղի մոտ։ Այո։ Սև հաց գնիր, խնդրում եմ։ Սև հաց։ Այո։ Շատ բարի։ Ռոբերտ, Սուրեն քո սև հացը գնել եմ։ շնորհակալություն։ Ես միայն սև հաց եմ ուտում, այն էլ կես կտոր։ Ես կդե ասեր կես կտոր վերցնեի։ Կարող ես հիմա ուշ չի վերցնել կես կտոր։
Բայց թող մնա, որովհետև որոշել եմ ես վճարել։ Չէ, ես խնդրեմ ես վճարեմ։ Չէ, այս անգամ ես վճարեմ, որովհետև մանր ծախսեր են, ես սիրում եմ մանր ծախսեր անել։ Չէ։ Չէ, վերցրեք։ Нет։ Եթե ես ասեմ չվերցնեն, քեզնից գումար չեն վերցնի։ Հա։ Ասեք չէ։ Լսեցիր, խնդրում եմ, ստացեք։ Լսար ոնց են ինձ լսում։ Իման այդ թանկ բաներ կվերցնի։ Շնորհակալություն։ Դավիթ ջան։ 4940 դրամ։ Այո։ Շփոթեցի։ Բայց լավ կլիներ, որ 9440 դրամ։ Դե որ ասում ես հացը շատ էր, որ ասում Գիտես ինչ եմ այսքան շատ խոսում։ Մեկնաբանները սովորաբար շատ են, չէ՞ խոսում։ Մեկնաբանները երբեմն ընդմիջում են։ Եվ խոսքերի մեծամասնությունը ուղղակի ջուր է։ Չէ, դե նայած թե ինչ է տեղի ունենում խաղադաշտում իրականում, որովհետև խաղադաշտում իսկապես լինում են դրվագներ, երբ ոչինչ չի իրավիճակներ։ Սուրը հեշտ է, իսկ երբ որ խաղադաշտում բացարձակապես ոչինչ չի կատարվում, օրինակ 55-ից 65-րդ րոպեի միջակայքում սովորաբար խաղադաշտում ոչինչ չի կատարվում։ Եվ դա մեկնաբանելը պրակտիկորեն անհնար է։ Չի զգացվում, որ դու քաղցած ես, գնացին։ Եվ անգամ սա շատ ավելի հեշտ է մեկնաբանել այս process-ը, քան թե այդ ֆուտբոլը։ Շնորհակալություն։ Ստեսություն։ Ռոբերտ, Ես եմ վերակարգ։ ինչպես։ Ես եմ վերակարգ։ Մեզ մոտ բանակում ծառայելու ընթացքում Դու զբաղվում ես այս գործով։ Վերակարգ էի պարզապես։ Չէ, այս գործով չէ, ճաշարան ճիշտն ասած եղել է, երբ փակել եմ, դրանք այսպես ասած երիտասարդական շրջանում էր, երբ ես նոր էի գնացել ծառայության, բնականաբար առաջին 6 ամսվա ընթացքում պետք է բոլոր տեսակի վերակարգերը պետք է կարողանալ հանձնել, ճաշարանը դրանց մեջ էր մտնում, բայց ես ավելի շատ ոչ թե խոհարարական էի, այլ այնտեղ ամաններ, տարաներ հավաքելու եւ մաքրության վրա էինք այնտեղ հիմնականում, որովհետեւ խոհարարական այնտեղ առանձին խոհարարության վրա առանձին զինվորներ կային։ Ռոբերտ, ինչով ես զբաղվում, երբ որ ազատ ժամանակ ես ունենում։ Ես իմ ազատ ժամանակը հիմնականում տրամադրում եմ ֆուտբոլին։ Խաղում ես ինքդ։ Որպես այդպեսին ընկերներիս հետ ընկերներով հավաքվում ենք, բայց ես ոչ թե կենթանի ֆուտբոլ եմ խաղում, այլ վիրտուալ ֆուտբոլ եմ։ Վիրտուալ ֆուտբոլի սիրահար եմ ես ավելի շատ։ Շատ ժամանակ մենք ընկերներով հավաքվում ենք 5-6 հոգով գնում ենք ինչ-որ համակարգչային սրահ եւ բավական երկար ժամանակ մեզ նվիրում ենք համակարգչային ֆուտբոլին եւ համակարգչային խաղերը ինձ համար փոքր տարիքից ցույց տալիս։ Դե դա էլ է կենթանի ֆուտբոլի նման է։ Մի օր լավ է, մի օր վատ է, կախված տրամադրությունից։ Իսկ այդ ընթացքում խաղի ընթացքում նաև մեկնաբանում ես։ Որ անկեղծ ասեմ, ես մեկնաբանական կարիերաս այդպես եմ սկսել։ Այսինքն կենթանի ֆուտբոլն էլ անգամ ձայնն անջատում էի եւ հետագայում սկսում էի մեկնաբանել արդեն միայն ես եմ մեկնաբանում, ունեի մի ձայնագրիչ, այդ ձայնագրիչը միացնում է եւ սկսում եմ մեկնաբանել, պապս արդեն չգիտեմ ինչ վիճակի էր հասել, որովհետեւ ամեն օր ես մեկնաբանում էի։ Մեկնաբանում էի, լսում էի եւ հերոստատիտողին հուշենք, տեղեկացնենք, որ պապիկը հուշեց, որ 3 տղամարդուն 6 կարտոֆիլ է հարկավոր։ Դե սա եկեք հաշվենք որպես 2 կարտոֆիլ, դե լավ, դե որ դու ասում ես։ Ես չէի հաշվել քանի հատ ես կլվել, բայց կարևորը դա չէ։ Դե հարց չկա։ Կարևորը որ նա գիտի, արդեն երկար տարիների փորձ ունի եւ եթե ասում է ուրեմն մի բան կա։ Այո, անպայման, ուրեմն 6 հատ կկճվենք, ինչ է պատահել։ Ես ազատ ժամանակս ես քանի որ ընկերասեր անձնավորություն եմ ինձ համարում, ես ավելի շատ սիրում եմ ընկերներով ժամանակ անցկացնել, ընկերուհուս հետ եմ հիմնականում երեկոները անցկացնում։ Նոր ես բաժանվել, արդեն ընկերուհի կա քո կյանքում։ Դե կյանքը ես սկզբից էլ նշեցի, կյանքն այնպեսի մի բան է, որը չես կարող երբեք կանխագուշակել, թե ինչ է լինելու։ Դա լուրջ հարաբերություններ են։ Այո։ Եվ պատրաստվում ես կրկին ամուսնանալ։ Դե դա մոտ ապագայում լուծելի հարց չէ, բայց իհարկե ինչու ոչ, եթե մի անգամ քեզ բավարար չէ, չեմ հասկանում։ Եթե բախտը եւս մեկ անգամ է թակում քո դուրը, իսկ ինչու չօգտվես այդ առիթից, եթե քեզ դու լավ ես զգում այդ մարդու կողքին։ Դե որովհետեւ այդպես է ես քեզ հունիսի 28-ին ընկերուհուդ հետ միասին հրավիրում եմ Սև դառը շոկոլադ ներկայացմանը։ Պիեսի հեղինակը Էմա Պետրոսյանն է, գլխավոր դերերում Արամոն եւ Լուիզա Ղամբարյանն են։
Այնտեղ տղամարդու եւ կնոջ պատմություն է եւ կարծում եմ դու եւ քո ընկերուհին կգտնեք այնտեղ ձեզ վերջում քննարկում ենք իդեպ այս պատմությունը Շատ բարի մեծ այնպես որ հիշեցիր հունիսի 28-ին ժամը 8-ին դրամատիկական թատրոնում սպասում ենք սիրով ձեզ Շատ բարի անպայման կգանք մանավանդ որ այդ ժամանակահատվածում մենք եւս աշխատում ենք հետ չմնալ մշակութային կյանքից կինո թատրոն այնտեղ մնացած բոլոր ամեն ինչից մենք աշխատում ենք օգտվել։ Ռոբերտ, խոսում ենք ֆուտբոլից, ինձ հետաքրքիր ով է քո ամենասիրելի ֆուտբոլիստը։ Իմ ամենասիրելի ֆուտբոլիստը Գաբրիել Օմար Բատիստուտան է, ով արդեն տևական ժամանակ է ֆուտբոլ չի խաղում։ Բայց արդեն 10 տարի է մոտավորապես, բայց ես իր ներշնչանքս նա եղել է իմ ներշնչանքը, ոչ միայն սպորտով զբաղվելու, ոչ միայն ֆուտբոլով զբաղվելու եւ նաեւ մարզական մեկնաբան եւ մարզական լրագրող լինելու։ Այսինքն, երբ ես հասկացա, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալն ինձ համար շատ ավելի դժվար է, ես որոշեցի դառնալ մարզական լրագրող։ Եվ նրա հետ հարցազրույց անել, եւ ես դա արեցի։ Կարող ենք իմպրովիզացիա անել հիմա այս պահին։ Եկեք։ Բաքվում ֆուտբոլ են խաղում երեխաները։ Դավիթին խնդրենք թող նկարահանի այդ երեխաներին եւ դու մեկնաբանի ով ինչ անում այնտեղ։ Եթե կարելի է։ Գնացինք եւ տուգանային հարված է այստեղ հարված եւ անհաջող հարված է։ Չէ, երեք պետք է բացել, այո, որպեսզի Դավիթը կարողանա նկարահանել։ Ահա, այսպես անենք։ Ահա, խնդրեմ։ Դու այն կողմից կարող ես մեկնաբանել։ Հիմա տեսնենք ինչպես ես կարողանում։ Եվ դարպասապահը գնդակը կմտցնի խաղի մեջ, ավելի ճիշտ ինքն է պատրաստում իրացնել ստանդարտ դիրքը, խաղարկում է այն թիմակցի հետ։ Այո։ Եվ արված դարպասին ու հրաշալի արվածից հետո դարպասապահը պարզապես փրկում է իր թիմին։ Այո։ Դորտմունդի Բորուսիայի մարզաշապիկով ֆուտբոլիստն է անհաջող փոխանցում է կատարում Տուգանային հրապարակ։ Այնտեղ է միացել նաև մարզասերմի աղջիկ։ Հարված եւ փայլուն գոլի հեղինակ է դառնում այնտեղ Կրիշտիանո Ռոնալդոն, եթե չեմ սխալվում, Մադրիդի Ռեալից եւ խնդրեմ, այնտեղ երկրպագուներից մեկն անգամ հասցրել է մագլցել դարպասաձողերից մեկի վրա։ Այո։ Այո, մեզ մոտ անկարգ երկրպագուներ ճիշտ է քիչ են եւ տեսեք դարպասապահը նյարդայնացած հարվածեց իր թիմակցին։ Դարպասապահները փոխվում են անընդհատ։ Այո, դե մեզ մոտ այսպեսի շատ տարօրինակ անվանումով 3 ձու անվանումը կրող ֆուտբոլային խաղն են խաղում երեխաները եւ տեսեք ֆուտբոլիստը անգամ գլխարկով է խաղում, մինչդեռ գլխարկով իրավունք ունի լինելու խաղադաշտում միայն դարպասապահը։ Հարվածները հետևելու եւ տեսեք դարպասապահի կոպիտ սխալից գնդակ հայտնվեց ցանցում։ Շնորհակալություն, շատ մենք արդեն շարունակենք եւ սկսենք արդեն պղնձի հետևից գնալ։ Ահա։ Մենք վերցնում ենք պղինձը։ Ու շարժում ենք առաջ։ Ինչ պիտի անես։ Հիմա պետք է կարագը վերցնեմ։ Բայց ամենայն հավանականությամբ սկզբից պետք է միսը լվանանք նոր, ահա սա։ Մենք մեր սառնանում ինչ կա։ Կարող է մեր սառնանում արգելված բակշակ, սա իհարկե կատակ է Ռոբերտ Իսկով է ավելի լավ հայ մեկնաբան պատմության մեջ հայկական մեկնաբանների Թե սխալ հարց եմ տալիս։ Սպեկուլյատիվ բնույթի հարց է իհարկե, այսինքն ես այսպես ասեմ, մեր մեջ մեր մարզական մեկնաբանների մեջ այդպիսի խնդիր չկա։ Օրինակ տարիքով մեկնաբանները քեզ հաճախ խորհուրդ տալիս են թե այո, անպայման իհարկե։ Դե մի շտապել պետք չէ։ Դե այստեղ խորհուրդ տալը շատ հարաբերական է, որովհետև սերունդների տարբերություն կա իհարկե այստեղ։ Եւ մեկնաբանական դպրոցների հիմա խոսում ես այնպիսի լեզվով մեկնաբանի, կարծես ես փոքր ժամանակ հեռուստացույց եմ դիտում։ Դա շտամպ է ինչ որ, հա։ Չեմ կարծում, ուղղակի մեզ մոտ այսպես է։ Հեռուստաէկրանից այն կողմ շատ ավելի հեշտ է քննադատել մարզական մեկնաբանին, բայց ինձ մոտ եղել է մի փորձ, ես դա արել եմ։ Աշխարհի առաջնության ժամանակ մի երկրպագու գրեց, որ ինքը ուզում է մարզական մեկնաբան դառնալ եւ քննադատական խոսքերով հանդես եկավ, ասաց, որ հեշտ է մեկնաբանելը, ես մեկնաբանները միաժամանակ կարողանում են մեկնաբանել եւ ինչ որ գործով զբաղվել։ Ես ասացի, որ գարեջուր իհարկե չեն կարողանում խմել, բայց ես նրան հրավիրեցի մեզ մոտ եւ որոշեցինք
մեզ մոտ նստացնել իմ կողքը եւ այնտեղից նոր ցույց տալ թե ինչպես են մեկնաբանում 90 րոպե իմ կողքը նստելուց հետո նա պարզապես ոտքի կանգնեց եւ ներողություն խնդրեց, որովհետեւ չէր պատկերացնում թե որքան բարդ կարող է լինել մարզական մեկնաբանությունը։ Իսկ ինչ վերաբերում է քո հարցին թե ով է լավ, ով է վատ, ես ասեմ, մեր մեջ չկան լավ կամ վատ մեկնաբաններ եւ մենք միմյանց հետ պահպանում ենք շատ ջերմ ընկերական հարաբերություններ եւ գրեթե չեմ ասի միշտ, բայց շատ հաճախ մենք խաղերից հետո հանդիպում ենք, զրուցում ենք տարբեր թեմաներով, ընդ որում երբեմն նաեւ ոչ ֆուտբոլային թեմաներով, այնպես որ մենք մարզական մեկնաբանները Կարծում նրանք քեզ հուշում են էմոցիաներից միշտ պահիր, փորձիր լինել զգոն։ Այո, իհարկե, դե դա պարտադիր է, որովհետև երբեմն տրվում ես կրքին եւ չես գիտակցում, չես հասկանում, թե ինչպես քո ձայնի տեմբրը բարձրացավ կամ այսպես հայերեն ասած հավեսի ընկար եւ մի ֆուտբոլիստին մի փոքր շատ քննադատեցիր, մի փոքր ավելի քիչ քննադատեցիր, անհամեմատ ավելի դժվար է հայկական ֆուտբոլ մեկնաբանելը, որովհետև դու հայկական ֆուտբոլ մեկնաբանելու ընթացքում ձեռք ես բերում ֆուտբոլիստ ընկերներ Որոնք փողոցում քեզ կարող է հանդիպեն եւ ոչ միայն փողոցում, խաղից հետո հանդերձարանում հանդիպում ես ասում են ինչպես է լավ է, հետո տանը խաղը դիտում են, հետո ասում են բա ինձ ինչի քննադատեցիր, բա ես սենց էի ուզում անեի, այդ ամենը իրականում շատ ավելի դժվար է, որովհետեւ Լեոնել Մեսսի խաղը քննադատելը ավելի հեշտ է, որովհետեւ նա քեզ միևնույն է չի տեսնելու։ Չէ, իրականում մեր մեկնաբաններից միջև հարաբերությունները շատ ավելի լավ են, քան կարելի է պատկերացնել։ Շնորհավորում եմ։ Ռոբերտ, եթե կյանքդ սկսեիր նորից, որ էջերը չէիր ուզենա լիներ կյանքիդ կամ ինչ կփոխեիր։ Ես ճիշտ ասած ոչինչ էլ չէի ցանկանա փոխել։ Ես գոհ եմ այն ամենից, ինչ ունեմ, ինչ ունեցել եմ, հետո կորցրել եմ, հետո նորից եմ ձեռք բերել, որովհետև կյանքը այդպիսի մի բան է։ Մի օր ձեռք ես բերում, մի օր կորցնում ես։ Այսինքն, որպես այդպիսին ես ոչինչից դժգոհ չեմ, ինձ սովորացրել են այդպես լինել, փոխելու որևէ ցանկություն չունեմ։ Դավիթ, ես խնդրում եմ այս սարքը նկարես, ինչ հետաքրքիր է։ Դե սրանով Սա պապս է պատրաստել, ինչպես միշտ։ Կրակայրիչ է, էլեկտրական կրակայրիչ, այն որ խանութներում վաճառում են էլեկտրական, բայց ոչ այսպես, լարով։ Սա մենք ունենք արդեն 25 տարի է մոտավորապես։ Դավիթ այս տղան անդադ հուշում է անունը, չեմ լսում ինչ ասում։ Ինչպես։ Միսը։ Սա կարակը տաքացնում ենք։ Ես միայն չափի զգացողության հետ կապված խնդիր ունեմ, կարող է կարակը շատ դնեմ, կարող է կարակը քիչ դնեմ։ Լավ, երբ է մեր ֆուտբոլը վերելք ապրելու։ Մենք ունենք անհատներ, որոնք իսկապես փայլուն արդյունքների են հասել, բայց ընդհանուր կոլեկտիվ ֆուտբոլ կարծես թե դեռ կաղում է եւ առաջ չեն գնում։ Կլինի, միանշանակ կլինի։ Ես իհարկե շատ չգիտեմ եւ շատ տեղեկացված չեմ, բայց դատելով այն հանգամանքից, որ չենք հասնում ինչ-որ լուրջ արդյունքների, ասեմ, եւ միակ մեր ձեռքբերումը եղել է Արարատ 73-ը, իդեպ շատերն ասում են, ինչ ձեռքբերում էր, որ դե քննադատներն են հիմնականում այդպես ասում, բայց իրականում այստեղ շատ լուրջ ձեռքբերում կար խորհրդային միությունում չեմպիոն դառնալը եւ ամեն մի խորհրդային միության չեմպիոն չէր, որ Մյունխենի Բավարիայի կարողանում հաղթել, այն էլ Allianz Arena-ում, այնտեղ Գերմանիայում։ Մեր Արարատը կարողացավ այդպես անել, կարողացավ հաղթել եւ այնտեղ լուրջ արդյունքի կարողացավ հասնել։ Մեր ֆուտբոլի վերելքը դանդաղ է, բայց լինում է ամեն անգամ ամեն մի հաղթանակից հետո կարող ենք արդեն լուրջ խոսել այն մասին, որ հայկական ֆուտբոլը իսկապես լուրջ վերելք է ապրում։ Իսկ շատ հաճախ դու կարողանում ես գուշակել, թե ինչով է ավարտվելու խաղը։ Քանի որ այսօրվա ֆուտբոլը հիմնականում ցավոք սրտի կոռումպացված է, համաշխարհային ֆուտբոլի մասին է խոսքը, կոռումպացված եւ այնտեղ Ինչ է նշանակում կոռումպացված, այսինքն բուկմեյքերական գրասենյակների հետ համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Դու համարում ես, որ կա այդպիսի բան։ Այո, ես համարում եմ, որ կա այդպիսի բան եւ այսօր շարունակում են բացահայտվել դեպքեր, երբ այս կամ այն թիմը մեկ այլ թիմին առաջարկել է հաղթել, պարտվել, այսպես, այնպես։ Այսինքն բուկմեյքերներն են թելադրում։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներին իհարկե չեն կարողանա, իսկ ոչ պրոֆեսիոնալներին բնականաբար նրանք են թելադրում, որովհետև
շատ դեպքերում պարզապես գումարի հետևից ընկնելով շատ ֆուտբոլիստներ այսօրվա Հայաստանում ֆուտբոլիստները լավ են վարձատրվում։ Ես ճիշտ ասած վարձատրության վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ, բայց դա ֆուտբոլը բավական թանկ մարզաձև է եւ ֆուտբոլիստի վարձատրելը Ֆուտբոլն ընդհանրապես շատ թանկ մարզաձև է եւ շատերը որ կարծում են որ ֆուտբոլային ակումբ պահելը շատ հեշտ է եւ քննադատում են երբ ակումբը սնանկանում է դա իրականում այդպես չէ որովհետեւ այդ ակումբին պարապմունք է հարկավոր այդ ակումբին բժշկական անձնակազմ է հարկավոր արտերկրից եկած ֆուտբոլիստների համար հարկավոր է բնակարաններ վարձել մի խոսքով այստեղ շատ մեծ ֆինանսների հետ է դա կապված ուստի Չեմ կարող ասել հստակ ինչքան են վաստակում, բայց պետք է որ քիչ չվաստակեն։ Եթե նոր գործողություն չունենք, կընդմիջենք եւ ապա կշարունակենք, լավ։ Սա այս գործողությունը մշտական է։ Կտրատի եւ կշարունակենք, երբ որ ունենանք նոր գործողություն։ Գնացինք։ Բայց լավ, ինչի՞ չես ասում, ինչքան փող են ստանում։ Ապա լուրջ չգիտեմ ինչքան են ստանում։ Սկսի։ Հենոն ստանում է 400։ Հենոն ինչ գործ ունես Հենոյի հետ։ Հայաստանի ֆուտբոլիստների մասն է խոսքը։ Կարակը շատ լցրեցի, չէ՞։ Հայաստանում չգիտեմ, $1000 մեջն է։ լավը չի տուժում։ Ճիշտ է։ Դες ներքև խաղացող ֆուտբոլ խաղացող երեխեքը հորս արև գոլեր։ Հա, կարալնի։ Ռոբերտ, Ես եմ։ ինչ ես անում։ Նա արդեն ժամանակն է որպեսզի կտրատենք կարտոֆիլը եւ ավելացնենք այնտեղ։ Այս մանր 6 կարտոֆիլ պետք է կտրատես։ Ես մանր եմ սիրում կարտոֆիլը, դուք չգիտեմ, դուք ձեր համար կտրատեք, եթե շատ կատակ եք, հա։ Ինձ ասում են կարտոֆիլը վնաս է, ինչքան քիչ օգտագործես, այդքան լավ։ Ես Ավելի լավ է կարտոֆիլի հյութ խմես։ Ես մի անգամ հաղորդումն եմ նայել, երկու տարբեր հաղորդում, անունները չեմ հիշում, հեռուստալիքները չեմ հիշում, ոչ թե չեմ ուզում ասեմ, այլ պարզապես չեմ հիշում։ Մի հաղորդումով լսեցի, որ կարտոֆիլը վտանգավոր է։ Կես ժամ հետո Կես ժամ հետո մյուս հաղորդումով ասաց, որ կարտոֆիլը եթե ուտեք կառողջանեք։ Պարզ է։ Ես դրա համար որևէ սննդային հաղորդում որպես այդպեսին չեմ հավատում։ Ես հավատում եմ միայն այն սննդային հաղորդումներին, որտեղ որպես սովորեցնում են ինչ-որ բան պատրաստել։ Ես չեմ հավատում այն մարդուն, ով ասում է սա վնաս է, որովհետև չես կարող ասել, թե կոնկրետ որ պարագայում որ սննդամթերքը օգտակար է կամ օգտակար չէ։ Ռոբերտ, ֆուտբոլասերները միշտ կարծես թե սիրում են հավաքել մարզային շապիկներ, հա? Այո։ Մարզաշապիկներ։ Դու բացառություն ես, թե դու նույնպես հավաքում ես։ Ես ամենա հայտնիներից եմ երևի։ Այո, վառ ներկայացուցիչ եմ կարկառում ֆուտբոլիստներն ինձ արդեն լավ ճանաչում են, լավ գիտեն։ Արդեն հիմա առաջ շատ էի խնդրում, ասում էի խաղից հետո նվեր, ես ունեմ մեծ հավաքածու։ Հիմա արդեն զուտ ֆուտբոլիստներ կան, ովքեր արդեն գիտեն իմ նախասիրությունը եւ առանց իմ ասելու պարզապես մոտենում են եւ խաղից հետո հանձնում են, ասում են սա մեր մարզաշապիկն է, խնդրեմ մենք գիտենք, որ դու մեծ հավաքածու ունես։ Համաշխարհային աստղերից ու մարզաշապիկ ունես։ Համաշխարհային աստղերից կարող եմ ասել, որ ունեմ Հենրիկ Մխիթարյանի մարզաշապիկը, նա արդեն համաշխարհային աստղ է, ես արդեն մեծ հպարտությամբ եմ դրա մասին նշում։ Բոլորս այդպես են կարծում։ Այո։ Հենրիկ Մխիթարյանից զատ ունեմ իմ ամենասիրելի ֆուտբոլիստի հակած մարզաշապիկը Գաբրիել Օմար Բատիստուտայի, որը ես գնել եմ քո ամենասիրելի։ Նա ինքն է քեզ նվիրել, թե։ Ես գնել եմ դա բանով ինտերնետ աուկցիոնի միջոցով եւ Բայց վստահ ես, որ նրանն է։ Այո, ես ումից որ գնել եմ, ես ճշտել եմ թե նա ով է, ճշտել եմ թե որ խաղից է դա եղել եւ ամեն ինչը համընկել է դրա հետ։ 5 հոգու վաճառել է։ Կապ չունի, քանի հոգու է վաճառել։ Կարևորը որ դա հենց այդ խաղինն է։ Հասկանալի։ Եվ ինչ արժեր այդ մարզաշապիկը։ Մոտ $1000-ին մոտ ես գումար եմ վճարել դրա համար եւ 4 ամիս իմ աշխատավարձից տրամադրել եմ դրան, որպեսզի որևէ մեկին նեղություն չպատճառեմ։ Ահա, հիմա քո աշխատավարձի չափը իմացանք։ Դե դա այն ժամանակ, հիմա ավելի շատ եմ ստանում։ Այո, բարձ է։ Բայց չասացիր ինչու է նա քո սիրելի։ Գաբրիել Բատիստուտայի խաղը առաջին անգամ տեսա 1998 թվականի աշխարհի առաջնությանը, երբ որ 10 տարեկան էր։ երբ որ 9 տարեկան էի։ Նախ սա խառնենք։ Երկրորդն էլ միսը պետք է հանենք։ Հետո նոր։ Լավ, ես պատմեմ պատմությունը, մինչև սա ամբողջությամբ լինի, ուրեմն Գաբրիել Բատիստուտայի կինը հղի էր եւ խաղից առաջ Բատիստուտան խոստացել էր, որ իր նորածին որդու համար
գոլ կխփի, այդպես էլ արեց եւ խաղի ժամանակ դադար եղավ ու հայտարարեցին, որ Գաբրիել Բատիստուտան որդի է ունեցել։ Այդ պահին խաղի ժամանակ։ Խաղի ժամանակ, այո, ուրախությունից արտասվեց եւ այլն, այդ քայլը ինչ շատ ոգեշնչեց, որ նա հրաշալի անձնավորություն է։ Հայտարարությունից հետո խփեց գոլ, թե մինչև հայտարարությունից առաջ խփեց։ Նա ֆուտբոլիստներն այդպեսի ավանդույթ ունեն, երբ նորածին երբ երեխա պետք է ծնվի կամ սոսկա են դնում կամ էլ բարուր են պատրաստում արհեստական, այդպես են անում։ Այդ առումով նա մտավ աչքս ու դրանից հետո ես իր նկատմամբ սկսեցի մեծ հարգանք տածել եւ ինձ շատ էր դուր գալիս նա այդ օրվանից հետո նա դարձավ իմ կուրքը բոլոր առումներով եւ մարդկային եւ որպես ֆուտբոլիստ։ Ես ֆուտբոլիստ։ հիշում եմ տոմատի մածուկ էիր գնել։ Ինչ պիտի անես։ Տոմատի մածուկը վերջում ենք դնելու, երբ որ կարտոֆիլն էլ լինի, նոր վերջում տոմատի մածուկը կսենք։ Հիմա գործողությունները կասես հերթականությունները ինչ պիտի տեղ ունենա։ Հիմա պետք է արդեն միսը դատարկենք, որպեսզի մնա, որից հետո արդեն կդնենք կարտոֆիլը կտապակվի, վերջում միսը կխառնենք եւ վրան տոմատի մածուկ։ Խնդրեմ գործիր, իսկ մենք ընդմիջենք։ Այո, ընդմիջենք։ Ռոբերտ, Ես եմ վերակարգ։ ուր հասար։ Մենք Ինչ տեղի ունեցավ այս ընթացքում մեկնաբանից։ Այս ընթացքում Գերմանիայի ազգային հավաքականն անցկացրեց իր հերթական ուսում։ Չէ, լավ, իսկ եթե լուրջ այս ընթացքում միսը արդեն հանեցինք։ Խնդրեմ ցույց տաս։ Իսկ ամենաիդեալական տարբերակով ենք անել, այսինքն ինքը ոչ վառված է, բայց լավ կարմիր, այսպես։ Դոպե հասկանանք 700 գրամ մսից սա մնաց, հա։ Մի կտոր միայն։ Հա, լավ, չէ, բավական է։ Դա ես գիշերը հում կուտեմ։ Այո։ Չէ, ասում եմ ամեն 3-ից կբավարարի ինձ թվում է սա, այնուամենայնիվ դու ճիշտ էր, պետք էր 1 կիլոգրամ վերցնել։ Այո։ Դու վերջական անգամ ճիշտ էր։ Հիմա սպասում ենք մինչև կարտոֆիլի տապական լինի վերջանա, տեսնենք ինչ վիճակում է հիմա, կարելի է խառնել, խնդրեմ տեսախցիկն այն կողմ տանել, թե չէ ձեթը որ թռավ, հետո ինձ են մեղադրելու եւ բնականաբար հարգելի հեռուստադիտողներ ուղարկելու են ինձ հաշիվը, որպեսզի ես վերանորոգեմ։ Հիմա պետք է խառնենք, որպեսզի տակը չկպչի։ Եվ Ապա վրանք ավելացնենք միսը։ Ահա։ Եվ կավելացնենք նաև տոմատի մածուկը, թողնենք որպեսզի ներծծի տոմատի մածուկը եւ այնուհետեւ կմատուցենք։ Ուրիշ համեմունքներ հարկավոր են թե ոչ։ Տոմատի մածուկն իր մեջ արդեն շատ դուք, բայց դուք ասեք որ կերացեք։ Չէ, հասկանալ է, բայց ուղղակի պղպեղ ավելացնելու կարիք կա թե ոչ։ Պղպեղը չէ, որովհետեւ պղպեղը նախ գույնը կփչացնի, այնուհետեւ համը կփոխի, որովհետեւ կարմիր բիբարի մածուկի մեջ ամեն ինչ կա արդեն։ Ինքը արդեն պետք է այն ամենայն ավելացնել, թե ոչ։ Չէ, աղել պետք չի գա։ Մի փոքր, եթե միսը ավելացնենք, որովհետեւ այնպես տպավորություն որ միսը մի քիչ անալի է ստացվել։ Միշտ հետաքրքիր է, անալին առանց աղն է, ալանին այն քաղցր, այո, համեղ ճիրն է։ Ճիրը, հա, միշտ դա մոռանում էի։ Հիմա տեսնենք ինչ կստացվի, հետո Դա կարծում եմ ամեն ինչ պարզ է, թերևս վերջին հարցը խանոցում, ինչն է կարևոր քեզ համար խանոցում։ Որ համեղ լինի։ Իսկ ինչ է պետք անել որ համեղ լինի։ Պետք է սեր դնել այդ ուտելիքի մեջ, անպայման, պետք է սիրով պատրաստես, այո, որովհետև անգամ ամենահամեղ ուտելիքը պատրաստես, որն ինձ համար օրինակ կարտոֆիլի տապականը կամ բիֆ ստրոգանովն է ցանկացած ինչ-որ բան, եթե սիրով չես պատրաստում, է չհամ չկա։ Անհամելի է։ Ես կարծում եմ խոհանոցում ամեն ինչ պարզ է, կհանդիպենք սեղանի շուրջ, ես ուղղակի հեռուստադիտողին հիշեցնեմ, որ Եվ այս հաղորդումը եւ մեր մյուս հաղորդումները կարող են դիտել Չեն սպասում կետեմ կայքում։ Կհանդիպենք սեղանի շուրջ։ Կհանդիպենք։ Բայց լավ է մենք ինչ-որ մի բան կերացենք, թե Չեն ստում այսքականից քիչ է։ Չէ, դե բանով վարուն պոմիդոր էլ հեսա որ կտրտեմ, սալատ մալատ Դե չէ դրա կարիք չկա։ Չէ, դե սենց էս պիտի սարքեի։ Հա, աղցամբրի սարքեր։ Անպայման։ Լավ։ Ես դաժե մտածում էի դեսերտ կսարքեմ։ Դեսերտ։ Հա։ Ինչ դեսերտ կարող ես սարքել։ Ալադի։ Մալադյետ։ Դե։ Միացինք։ Մեկնաբանիր։ Հացի աման, ինչպես տեսնում եք, մեզ մոտ no to racism արտահայտությունը մեզ մոտ կա, սև ու սպիտակ հացերը հավաքվել են միմյանց կողքին, ընդ որում սև հացը հարձակումն է, դե նրանք ավելի շատ պետք է աշխատեն։ Սա իհարկե կատակ իհարկե, այստեղ
վարունգ պամիդորով, ամառային աղցան է, նաև թթվասերով։ Սա էլ մեր պատրաստած կարտոֆիլի տապակին, խոզի մսով եւ տոմատի կախարդական մածուկով, ինչպես տատս է ասում, իր կախարդական համեստ խալասյակի սեղան, ինչպես ասում են, եւ ես առաջարկում եմ համտեսել եւ որից հետո դուք արդեն կորոշեք էլի հաղորդումը ցույց տաք թե չէ։ Ասում եմ ցույց տալու բան կա, հատկապես քո հետաքրքիր մեկնաբանությունները։ Դե բարեխորժակ։ Ահա, բայց ես աղցան էլի, կարելի է։ Բայց ինչի չխմեցինք, որ բարեխորժակ տենց պրոստը, հա։ Չի կարելի։ Հա, կադրում չի կարելի։ Ես է գիտեմ։ Ես աղցանից սկսեմ, լավ, ու աղցանով է վերջացնեմ։ Այդ տիպի։ Մնացածը դու կարող եք սաղ ուտել, ես խոզի միս չեմ ուտում։ Շնորհակալություն, շատ համեղ էր եւ շատ հետաքրքիր։ Մեր հեռուստադիտողին ասեմ, որ տատիկդ միացավ եւ մեզ հետաքրքիր տարբեր կերակրատեսակներ մատուցեց։ Այդ ամենը մնաց կադրից դուրս։ Այնց այնուամենայնիվ շատ հաճել էր, որ եկաք, միացաք, հուսամ հաջորդ անգամ կթակեք իմ դուռը եւ անկախ նրանից թե դա հաղորդման շրջանակներում կլինի, թե անկախ հաղորդման շրջանակներից դուրս կգաք, կմիանաք, մոտենանք մեր տանը կզրուցենք, մանավանդ որ միշտ հաճելի թեմաներ կան զրուցելու եւ ձեզ հետ էլ բավական հաճելի ժամանակ անցկացնել։ Քեզ լավ երեկո, ցտեսություն։ Ցտեսություն, շնորհակալ եմ։ Դե ինչ կարող եմ ասել, շնորհակալություն եմ հայտնում Դավիթին եւ Սուրենին բավական ջերմ եւ հետաքրքիր զրույցի համար, նրանց հետ բավական հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք, զրուցեցինք տարբեր թեմաների շուրջ եւ բավական հավատացեք, որ բավական հետաքրաշարժ եւ հետաքրքիր երիտասարդներ են նրանց հետ զրուցելն իսկապես հաճելի էր, անկախ նրանից թե նրանք հաղորդման շրջանակներում են եկել թե ոչ, որովհետեւ այնուամենայնիվ հարցեր կան, որոնք կամերայից դուրս են շրջանառվում, այնուամենայնիվ շատ հաճելի էր։ Շատ շնորհակալ եմ, որ հյուրընկալվեց, քաղցած սպասում են հաղորդաշարը մեր տուն եւ մաղթում եմ այս հաղորդաշարին նորանոր հաջողություններ եւ նորանոր զարգացումներ։ Իսկ ես տեղեկացնեմ ձեզ, որ Ռոբերտ Գասպարյանի տատիկը գործից տուն վերադարձավ եւ մեզ լավ կերակրեց։ Դիմադրենք քաղցիկ միասին։